Բարեսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք թեման մեղքի դեմ պայքարի հետ կապված եւ առաջնային մենք անդրադառնում ենք մեր մարդկային հասկացողության, մեր մտքին կամ կարելի ասել սրտին։ Եվ նաեւ գլխավոր պատվիրանը, ինչպես առաջի ձայնագրության մեջ շեշտեցի, գլխավոր պատվիրանը երկու անգամ անդրադառնում է եւ սրտին եւ մտքին, որ ամբողջ սրտով եւ ամբողջ մտքով եւ ամբողջ հոգով սիրենք Տեր Աստծուն։ Ուրեմն միտքը ընդհանրապես աստվածպաշտության մեջ կարևոր դեր ունի եւ ինչպես անցյալ անգամ ասեցի, այսօր եթե ուշադիր նայեք, կարծես թե աստվածպաշտությունից մտածելակերպը դուրս է եկել եւ մարդիկ առավել մղված են աստվածպաշտության մեջ արտահայտեն էմոցիալ մեծ պոռթկումներ, որոշ մարդիկ էլ առավել կրկնվող ծեսեր, արարողակարգ, բայց իրականում աստվածպաշտությունը կամ աստվածաշնչյան ճիշտ աստվածպաշտությունը այն սերտ կապված է ճշմարտության հետ։ Հիսուսը ինքը շեշտեց, որ ես եմ ճշմարտությունը եւ նաեւ եթե հիշում եք Հովհաննես ավետարանի չէ ներկայացնում է Քրիստոսին որպես Աստծո խոսք եւ Աստծո խոսքը մարմին դարձավ եւ մեր մեջ բնակվեց, այսինքն Աստծո խոսք հասկացողությունը արդեն իսկ հանդիսանում է ճշմարտության ամբողջությունը եւ այդ ճշմարտությունն է, որ մեր կյանք գալով, երբ որ մենք ասում ենք Քրիստոսը գալիս է մեր կյանք, ի նկատի ունենք Քրիստոսի ճշմարտությունն է գալի մեր կյանք եւ այդ ճշմարտությունն է մեզ ազատում։ Նաեւ Հիսուսի խոսքերը ճշմարտությունը կիմանաք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Եթե որդին ձեզ չազատի, դուք ազատ չեք։ Այդ որդին ով է? Ճշմարտությունը, Աստծո խոսքը, այսինքն Քրիստոսը ոչ միայն անձն է, ով զոհաբերությունով վճարում է մեր մեղքերը, այլ նաեւ Քրիստոսը ինքը հանդիսանում է ճշմարտությունը։ Եթե դուք կոնտեքստը նայեք Հովհաննես ավետարան, ինքը հենց այնպես չի ասում, ես եմ ճանապարհը։ Ճանապարհը այստեղ դեպի հայր, դեպի արքայություն գալու միակ միջոցը ճանապարհը։ Ես եմ կյանքը, հավիտենական կյանքի մասը։ Ես եմ ճշմարտությունը։ Դրանք այն կիզակետերն են, որոնք առավել ներկայացնում են մեզ թե ով է Աստված, այսինքն Քրիստոսով ինչպես տեսնենք ով Աստված։ Ուրեմն առաջնային, որպիսի մեր կյանքը լինի այն կոչումի համաձայն, որի մեջ Աստված մեզ կանչել է, առաջնային պետք է ճշմարտությունը գա մեր ներս։ Հիմա որպեսզի սա հասկանանք, անդրադառնում ենք 2 Կորինթացիս 10-րդ գլխին, որտեղ առաքյալը 3 փուլերով ներկայացնում է ինչպես պետք է մեր սիրտը մաքրվի կամ ինչպես պետք է մեր միտքը նորոգվի կամ ինչպես այդ նորոգված մտքի պահպանողականությունը մեզ կազատի մեղքից կամ թույլ չի տա, որպեսզի մենք ընկնենք մեղքի մեջ։ Ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք մեղքի մասին, պետք է հասկանանք, որ այն որոշակի առումով նշանակում է աստվածաճանաչության պակաս կամ սխալ աստվածաճանաչություն։ Եվ սատանայի նպատակը հենց սա է, որ ինքը փորձում է մեզ ներկայացնի այլ Աստծո։ Դրա համար առաքյալի խոսքը հիշեք, երբ որ խոսում է կոնտեքստի մեջ, որտեղ օտար վարդապետներ կան եւ գաղատացիները կամ մյուս հավատացյալները, որոնք հետևում էին այդ վարդապետության շնորհքով փրկվել էին, նորից անդրադառնում էին օրենքի գործերին, այնտեղ առաքյալն ասում է, վախենում եմ, որ դուք ուրիշ Քրիստոս ճանաչեք կամ վախենում եմ, որ ուրիշ հոգի առնեք, որ մեզանից չի։ Այսինքն այստեղ պետք է հասկանանք կամ աստվածպաշտության հոգու մասին է խոսքը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ ամենաառաջնային դերը մեղքի դեմ պայքարելու դա մեր նորոգված միտքն է։ Եթե մեր միտքը չի նորոգվի Աստծո ճշմարտությունով կամ Աստծո խոսքով, այստեղ խնդիր կլինի մեր կյանքում, որովհետև եթե իմ համարը կկարդան, կտեսնեք։ Օրինակ, տեսեք, շատերը Եփեսացիս 6-րդ գլխում, երբ որ առաքյալն անդրադառնում է քրիստոնեական կյանքին, տեսեք ինքը ամենակարևոր շեշտերը։ Ինքը անդրադառնում է մեր ողնաշարին։ Ասում է, ձեր ողնաշարը ուշադիր նայեք 12-ը, սրա համար Աստծո սպառազինություն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Հաստատ կանգնել նշանակում է չընկնել, կանգնած մնալ։ Անմիջապես արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված։ Մեր ողնաշարը, այսինքն մեր քրիստոնեական կյանքի, հավատքի կյանքի ողնաշարը, որ մենք կանգուն ենք, դա չի որ մենք ֆիզիկապես կանգնած մնանք։ Այստեղ խոսքը վերաբերվում է ճշմարտությունը ձեզ պահի, որպեսզի դուք քամու նման, երեխայի նման, ինչպես Եփեսացիս 4-րդ գլխում, որպեսզի տարուբերված չլինենք տարբեր վարդապետություններով, այլ մի Քրիստոս ճանաչենք եւ այդ Քրիստոսին ճանաչելու մեջ միաբան ենք 4-րդ գլուխն խոսում այդ մասին, թե 11-րդ համարից կարդաք։ Եվ արդեն 6-րդ գլխում ինքն անդրադառնում է, որպեսզի մենք հաստատ կենանք, այսինքն չընկնենք այդ տարբեր վարդապետությունների մեջ, ասում է, որպեսզի արդ հաստատ կանգնեցեք, այստեղ քրիստոնեական կյանքի հաստատակամությունն է։ Այսինքն Աստծո խոսքի, այսինքն ճշմարտությունը ճանաչելն է, որ մեր ողնաշարը գոտեպնդում է,
Այսինքն մեր կյանքում, ինչու մենք անդրադառնալու ենք, մեր կյանքում սատանան այնպես չի, որ մեզ ֆիզիկապես հրում բրդում գցում է։ Սատանան մեզ բերում է մտքեր, սկզբունքներ, պարագաները ներկայացնում է այլ կերպ, մեզ փորձում է այլ աստված ներկայացնի, ինչպես հիշում եք, մենք այդ ձեռնարկության մեջ մենք անդրադարձանք, որ երբ որ սատանան մտավ Եդեմի պարտեզ, առաջի բանը, որ ինքը արեց, խաբեց մարդուն Աստծո հանդեպ, թե ով է Աստված, խաբեց մարդուն, թե ով է ինքը մարդը, եւ խաբեց նաեւ մեղքի հետևանքի մասին։ Չեք մեռնի, կերեք։ Այսինքն ինքը ստախոս է, դրա համար Հիսուսը շեշտեց, որ սա ստության հայրն է, ստության, եւ ինքը մարդասպան է։ Ինչով է ինքը սպանում մարդուն, ինչով է ինքը մարդուն զրկում հոգևոր կյանքից, հոգևոր սկզբունքներից, ստությունով։ Որտեղ է ստությունը։ Մեր հասկացողության մեջ։ Երբ որ մենք վերստին ծնվել ենք, ապաշխարել ենք, դա չի նշանակում, որ մեր միտքը ամբողջությամբ նորոգված է։ Դա չի նշանակում, որ մեր մեջ բոլոր մտքերը Աստծուն հաճելի են, եւ դա չի նշանակում, որ բոլոր մտքերը, որոնց մեջ մենք համոզված ենք, որ դրանք ճշմարտություն են, դա չի նշանակում, որ դրանք ճշմարտություն են։ Շատ ստություն մեր կյանքում, մտքեր կամ հասկացողություններ կամ եզրահանգումներ, որոշումներ, նպատակներ, հաշվարկներ իրականում Աստծուն տհաճ են։ Եվ այստեղ է խնդիրը, որ առաքյալը պայքար է ներկայացնում, բայց տեսեք, մեր հատվածը Եփեսացիս շատերը սխալ են ընկալում, շատերը մտածում են, որ սատանայի կրակոտ նետերը դրանք մեր կյանք եկած պարագաներն են, դժվար իրավիճակներն են, ոչ, այստեղ խոսքը վերաբերվում է ստությանը, այսինքն դրանք այն մտքերն են, որոնցով սատանան մեզ հարվածում է անդադար, որպիսի մեզ շեղի իրական աստվածաշնչյան աստվածաճանաչությունից, մեզ մղի էմոցիոնալ դաշտ երկրպագության։ Ճշմարտությունը կապ չունի հոգով, պաշտի ասում։ Հիսուսը շեշտեց հոգիով եւ ճշմարտությունով երկրպագություն ուզում Աստված։ Ճշմարտություն նշանակում է աստվածաճանաչություն։ Ոչ միայն, եթե դուք միայն հոգով երկրպագ եք Աստծուն, մղված լինեք հոգևոր, հոգով դա էմոցիոնալ, դա ֆանատիզմն է։ Այ ֆանատիզմը նա է, որ մարդը չունի աստվածաճանաչություն, բայց երկրպագության հոգի ունի, բայց չգիտի ինչպես երկրպագի, եւ ինքը ամբողջությամբ իր կերպերով կսկսի երկրպագել։ Ոմանք էլ կարան իրենց վրա պայթուցիկ կապեն, գնան իրենց պայթեցնեն Աստծո անվան համար, բայց Աստված այդպես չի ասում, այսինքն այստեղ մարդկային սկզբունքները սկսում են մեզ մղել աստվածպաշտության եւ այստեղ է խնդիրը առաջ գալի։ Այսինքն մենք ճանաչում ենք ոչ ճշմարիտ Աստծուն եւ մեր պաշտամունքը ոչ ճշմարիտ Աստծո ուղղված է լինում։ Հիմա ամեն դեպքում հիշեք, որ 5 կտականում Աստված միշտ շեշտում էր, որ նույնիսկ զոհասեղանի համար ձեր մարդկային ձեռքը չկպցնեք, այսինքն ձեռքը չկպցնեք, ճիշտ հասկացեք, զոհասեղանի վրա ձեր տարազները, ձեր ուզորները, ձեր մարդկային կերպերը չտաք, ինչպես ես ասացի, այնպես արեք, բնական քարերից տաշած քար չդնեք այնտեղ։ Եվ սա շատ կարևոր է, որովհետեւ ցույց տա, որ մարդկային որևէ մի գործոն, մարդկային որևէ մի մտահաղացում երկրպագության մեջ դեր չի խաղում։ Այսինքն ինքը Աստված հայտնում է մեզ ինչպիսի երկրպագություն ուզում եւ պահանջում է իր հայտնածի համաձայն։ Մենք չենք որոշում ինչպիսի երկրպագություն մատուցենք Աստծուն։ Աստված ինքն է որոշում ինչպիսին է ուզում։ Այստեղ շատ կարևոր է։ Հիմա նույնը եւ մեր հետագա հատվածը արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեորված եւ արդարության զրահը հագած եւ տեսեք եւ ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով է ավետարանը տանելու եւ ավետարանի մասին խոսելու եւ անմիջապես եւ ամենի վրա հավատքի վահան առեք, որ կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել եւ փրկության սաղավարտ առեք եւ հոգու սուրը եւ Աստծո, որ Աստծո խոսքն է։ Այսինքն թե դուք ուշադիր նայեք ամբողջությամբ տեսնեք խոսքը վերաբերվում է մեր հոգևոր կանգնած մնալուն եւ այն ֆիզիկապես մեր կանգնած մնալը չի սենես այն հոգևոր կանգնած մնալն է եւ անմիջապես դրա համար հետեւից ասում եւ ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով եւ սրանում հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ նույնն է, որտեղ նույն հեղինակն է Պողոսը, երբ որ կանադառնանք հիմա երկրորդ Կորինթացից, կտեսնեք նույն սկզբունքների մասին այն խոսում, եթե այստեղ խոսում է սպառազինության զենքերի մասին, այնտեղ խոսում է պատերազմի 3 փուլերի մասին։ Եվ սա նույնն է։ Եվ եթե ուշադիր եք տեսեք վերջի հատվածը, եւ ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով եւ սրանում հսկեցեք բոլոր հարատեվությամբ։ Այս բառը հսկեցեք բոլոր հարատեվությամբ սա շատ կարևոր է, որովհետև եթե ձեր միտքը չի նորոգվի,
Ասեմ ձեզ, սատանան առաջինը ինչ է խաբելու ձեզ։ Առաջին ինքն ասելու առավոտյան զարթնեցիր, աղոթ կարա եւ վերջ։ Վերջացավ։ Դա է քո Աստծո հետ հարաբերության սկիզբը եւ վերջը։ Մի հատ էլ քնելուց առաջ աղոթ կանես կքնես, որ լավ երազներ տեսնես։ Սա երբեք թույլ չի տա, որ դուք Աստծուն ճանաչեք, որովհետև նույնիսկ եթե դուք միայն աղոթքի կյանքով փորձեք Աստված ճանաչություն ունենաք, շատերն ասում են աղոթքի ժամանակ Աստված ինձ հետ խոսում է, դուք երբեք իրական Աստծուն չեք ճանաչի։ Նորից սկսի աշխատել ձեր մտածելակերպը, ձեր պատկերացումները, ձեր զգացմունքներն ու ապրումները, չգիտեմ նաև ձեր կյանքի փորձը կամ պապայի, մամայի կյանքի փորձը, Աստված ճանաչության, որը ձեզ դաստիարակել են կամ տատիկի, պապիկի հեքիաթները, դրանք սկսեն ձեր աստվածպաշտության մեջ գործանել։ Դրա համար կարևորագույն սկզբունք է, որպիսի մեր միտքը նորոգվի Աստծո անսխալական խոսքով։ Եթե դուք Աստվածաշունչը չեք ուսումնասիրում եւ Աստվածաշունչը ձեր համար առօրյա կերակուր չի, դուք երբեք չեք սնվի, ոչ միայն հացով, այլ ամեն Աստծո խոսքով։ Եվ նաեւ այդ խոսքից հետո, երբ որ դուք սնվում եք, այդ խոսքը ձեզ պիտի մղի աղոթքի։ Այսինքն խոսքի մեջ տեսնելով ձեր տկարությունը, ձեր խնդիրները, ըստ այդ խոսքի պիտի դուք խնդրեք Աստծո, եւ ըստ այդ խոսքի պիտի փառավորեք Աստծուն եւ շնորհակալ լինեք ձեր կյանքում բոլոր սկզբունքների համար, որ Աստված գործում է իր շնորհքով։ Ուրեմն սա կարևոր է։ Առաջնային մենք տեսնում ենք, որ այս կրակոտ նետերը կապված է մեր հասկացողության հետ, որոնք ուղղակի գալիս են սատանայից։ Եվ սա ի՞նչն է։ Սա մեր կյանքում այն մտքերն են, որոնց մեջ մենք համոզված ենք։ Պողոս առաքյալը արդեն 2-րդ Կորինթացիս թղթում այս մտքերը ներկայացնում է Բերդ որպես Բերդ դա հաստ պատերով այս շինությունն է, քաղաքը բերդապատ էր, բերդերով պատված, այսինքն քաղաքը պատեր ուներ եւ հաստ պատեր եւ վերևը զինվորներ կային, որ հսկում էին այդ քաղաքը, որpիսի դուք մտնեք եւ գրավեք այդ քաղաքը, առաջնային պետքա փլեք այդ պատերը, պետքա կործանեիք այդ պատերը, պարիսպները, աշտարակները, որտեղից կրակում էին։ Տեսեք, առաքյալը սա ներկայացնում է որպես սկզբունք եւ արդեն իսկ հիմա անդրադառնում եք արդեն 2-րդ Կորինթացիս թղթում ինքը Բերդ է համարում այն մտքերը, որոնք մեր մեջ կան եւ որոնց մեջ մենք համոզված ենք, բայց որոնք երբեք աստվածային չեն։ Այսինքն դա Աստծո սկզբունքները չի, դա մեր մարդկային մտքերն է, որոնց մեջ մենք համոզված ենք եւ մտածում ենք, որ դրանց մեջ վնասակար ոչինչ չկա, բայց հենց այդ մտքերը առաքյալը կոչում է հաստ բերդեր։ Մենք ասում ենք բերդեր ենք քանդում, այսինքն սա այն մտքերն, այն սկզբունքներն, այն եզրահանգումներն են, որոնք մեզ տանում են այլ Աստված ճանաչության։ Եկեք անդրադառնանք արդեն այդ հատվածին։ 3-րդ համարում առաքյալը 2-րդ Կորինթացիս նամակի 10-րդ գլխի 2-րդ համարում առաքյալը ասում է, որովհետև թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում։ Զինվորությունը այստեղ հենց այդ պայքարն է, մեղքի դեմ։ Այս պայքարը մարմնավոր չի սիրնես, այս պայքարը հոգևոր է։ Եվ սա հենց մեր հասկացողության, մեր սրտի մեջ է այս պայքարը, մեր հասկացողության միջի պայքարն է, որովհետև թեև մարմնավոր ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր կամ Աստծո զորությունով, որն է Աստծո զորությունը, հիշում եք Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթում առաջի գլխում ասում է, ես ավետարանը ամոթ չեմ համարում, որտեղ նա է Աստծո կողմից զորությունը ամեն հավատացյալին փրկելու։ Աստծո զորավոր դա նշանակում է Աստծո խոսքը, այդ զորությունը, որ մեզ տալիս է հոգևոր սուր հասկացողությունը, որով էլ պայքարում ենք ինչի դեմ, ստության դեմ, որը մեր կյանքում արդեն ներկա է։ Մեր ծնված օրվանից մեր մեղավոր բնությունը, մեր մարմնավոր հասկացողությունը, մեր շնչավոր լինելը մեզ մղել է այլ արժեքային համակարգի։ Եվ այդ արժեքային համակարգը դեռ շարունակվում է մեր մտքի մեջ անդադար պտտվել եւ մեզ մղում է գործողությունների, մեզ մղում է ցանկությունների, մեզ մղում է որոշակի որոշումներ կայացնելու։ Հիմա այստեղ է խնդիրը, այսինքն սատանան ոչ թե մեզ ֆիզիկապես հրում բրդում գցում է, այլ մեզ տալիս է մտքեր, որոնք խաբում է, որ դրանք աստվածային են եւ մեզ մղում է այդ մտքերը իրագործելու։ Եվ այստեղ է որ երբ որ կարաք տեսնեք, որ այդ մտքերն են, որ ձեր մեջ կարան առաջացնել որոշ մարդկանց համար հանդեպատելություն, որոշ մարդկանց հանդեպ հիասթափություն, դրանք սատանայի մտքեր են եւ ձեր մարդկային սկզբունքները, որը օգտագործում է սատանան։ Դրա համար երբ որ մենք վերջի ձայնագրության մեջ խոսեցինք, ես ասացի կարևոր սկզբունք ենք տեսնելու, առաջինը մենք տեսնելու ենք թե որքանով է որ այս մեր նորոգված միտքը
օգտագործվում պատերազմի մեջ եւ որքանով է սատանան օգտագործում Աստծո խոսքով չնորոգված մեր մտքերը, որքանով է օգտագործում այս պայքարի մեջ մեզ պարտության մատնելու համար։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն, առաջնային մեր հատվածում կարդում ենք, որովհետև թե մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծո զորավոր, ուշադիր նայեք, բերդեր քանդելու խորհուրդներ ենք քանդում։ Բերդեր քանդելու։ Ես սա առաջի process-ն է, որ որովհետև մեկ բանակ գալիս է քաղաքը գրավելու, առաջնային նա նպատակ ուներ բերդերը քանդելու։ Եթե դուք բերդերը չքանդեիք, այդ բերդերի վրայից ձեզ կկրակեին, այդ բերդերի վրայից վարած յուղ էին թափում, այդ բերդերից նետով եւ աղեղով հարվածում էին, այսինքն թույլ չէին տալի, որ դուք մտնեք քաղաք, որpիսի դուք մտնեք քաղաք, առաջնային պիտի կործանեք, քանդեք այդ բերդերը, որpիսի դուք կարողանաք Քրիստոսին նմանվեք, ձեր կյանքում մեղքի, այսինքն մեղքը, որը թույլ չի տալի, որ դուք Քրիստոսին նմանվեք, անդադար Աստծո առաջ ձեզ գցում է հանցանքի մեջ, դա այն մտքերն են, որոնց մեջ դուք համոզված եք, որ դրանք նեյտրալ մտքեր են, որ դրանք որևէ մի կապ չունեն մեղքի հետ, այդ մտքերը ձևավորելով ձեր արժեքայնամակարգը, որոնց մեջ դուք համոզված եք, դրանք հաստ բերդ է կոչում առաքյալը, բերդեր ենք քանդում։ Իսկ առաքյալը չի ասում, այ մտքեր կան, փոքրիկ թղթից, չի ասում, բերդեր են դրանք պիտի քանդվեն, որտեվ այ մեր զինվորությունը Աստծո զորավոր, դա ճշմարտությունն է, որով էլ քանդում ենք այդ բերդերը, այսինքն այդ բերդերը մեր կյանքի համոզմունքներն են, ինչ մտքերն են, դրանք մեր մտքերն են, որոնք շոյում են մեր անձը։ Ուշադիր եք, ամեն մեկը նայեք ձեր սրտի մեջ։ Այն մտքերը, որոնք շոյում են ձեր անձը, ինչ են անում ձեր անձը, արդարացնում են ձեզ։ Միշտ ուշադիր եք այդ մտքերը, այդ բերդերն են։ Դուք դրանց համար չեք պատրաստվում հատուկ։ Դուք արդեն դա ձեր մեջ հաստատ դրված է։ Դա մեղավոր բնության հետևանքն է։ Այն մտքերը, որոնք ձեր անձը շոյում են, վայ ձեր հանդեպ սխալ վարվեցին, տեսար ոնց ձեզ արհամարեցին, ձեզ չբարևեցին։ Ինչ միտք է դա, որտեղից է այդ միտքը, որը թույլ է տալի, որ դուք տվյալ անձի հանդեպ դառնությունով լցվեք։ Դա ձեր մարդկային միտքն է, որը սատանան օգտագործում է եւ գցում է ձեզ մեղքի մեջ, կորցնում եք դուք ձեր խաղաղությունը, որովհետեւ մեկը ձեզ չբարևեց, կամ որովհետեւ մեկը ձեզ հետ չվարվեց այնպես, ինչպես դուք կարծում էիք, որ պիտի վարվի։ Մենք բոլորս գիտենք, որ Աստված տնօրինում է մեր կյանքի բոլոր պարագաները ամեն վայրկյան։ Վայ եկեղեցում բոլորին բաժանեցին այս գիրքը, ինձ չբաժանեցին։ Եվ սկսում է դառնության արմատը։ Ո՞վ է դա անում։ Սատանան։ Ինչն է օգտագործում։ Ձեր չնորոգված միտքը։ Այն միտքը, որը ձեզ միշտ շոյում է։ Ուրեմն դրանք բերդեր են սերմերից։ Ինչի առաքյալը սա կոչում բերդեր, որտեղ եթե դրանք չքանդվի, մենք Քրիստոսի կերպարը չենք ընդունի։ Հիմա Քրիստոսի հետ ինչպես վարվեցին։ Քրիստոսն ասաց՝ «Վայ ինձ արհամարեցին»։ Ոչ, ինքը նույնիսկ լուր էր մնում, ինչի որտեղ հոր կամքներ կատարում։ Եվ առաքյալը Ֆիլիպեցիս թղթում, որի մասին մենք խոսեցինք նախորդ զրույցի մեջ, ասում է նրան նայեք, որ իրականում արժեքը նա ուներ, որովհետեւ մեկը մեզանից արժեք չունի, որ մի հատ է վիրավորվի, որ իր հետ անարժան վարվեցին։ Քրիստոսն էր միակ արժեք ունեցողը, ինքը այդ արժեքը թողեց եւ խոնարհվեց։ Ինքը գահ թողեց եւ նստեց գետնին։ Գալու եք սա, այսինքն իրականում, եթե խոսքը գնում է արժեզրկման մասին, Քրիստոսը կարևոր օրինակն է մեր։ Եվ հենց այստեղ է, որ այս մտքերը նորոգված չեն, դրա համար եթե մեր միտքը նորոգվի Աստծո խոսքով եւ մենք ճիշտ տեսնենք, որ Աստված խոնարհություն է ուզում մեզանից, արդեն մենք այդ միտքը, որ մեզ շոյում է, կքանդենք, արդյոք մենք հասկանանք, որ սա աստվածային այն սկզբունքը չի մեր կյանքում, այլ մեր մարդկային մեզ վնասող մտքերն են։ Առաջին, այսինքն մտքերն են, որոնք մեր անձը շոյում են, միտքն է, որը մեզ միշտ արդարա ներկայացնում, հենց որ մի բան ասում ես ուզում ես քեզ, հենց որ մեկը մի բան ասում, միանգամից ուզում ես քեզ արդարացնես, առանց լսելու միգուցե ճիշտ է ասում։ Այսինքն սրանք այդ մտքերն են, միտքն է, որ մեզ մյուսներից տարբերում է, չէ դու ավելի հոգևոր ես, դու այդպես չես վարվում։ Սրանք այդ մտքերն են, որոնք մեր էության մեջ միշտ պտտվում են։ Միտք, որը մեր անձի հանդեպ բերում է խղճահարություն, սկսում ես դու քեզ խղճալ։ Դրանք այդ մտքերն են։ Վայ Տեր Աստված, տես իմ հետ ոնց են վարվում,
իմ երեխաները, տես ես հավատացյալ եմ, Տեր Հիսուս, տես ինչպես են վարում, դրանք այդ մտքեր են, որոնք նույնիսկ դառնություն առաջացնում։ Եվ այս մյուսը կամ միտքն է, որը բերում է, որ ձեզ չեն հասկանում, այսինքն եւ միտքը նաեւ որ կարծես թե Աստված տեղյակ չի ես ամեն ինչից։ Այս մտքերը առաքյալը կոչում է բերդեր, որովհետեւ ուշադիր նայեք, սա շատ կարեւոր է, հենց 5 համար է, եթե նայեք, եւ ամեն բարդություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Առաջին առաքյալը խոսում է, որ մենք բերդեր ենք քանդում, բերդեր քանդելու համար, այսինքն մենք պետք է հասկանանք դրանք այն որ մտքերն են, այսինքն ավետարանը պետք է մեր միտքը նորոգի, որպեսզի մենք հասկանանք, այսինքն ճշմարտությունն է, որ մենք պետք է մեր մարդկային այդ բերդերը քանդվի, այդ բերդերը քանդելու համար, որ այդ բերդերը ինչի դեմ են կառուցված, գիտեք, 5 համարում ասում է, որ գոռոզանում են Աստծո գիտության դեմ կամ Աստված ճանաչության դեմ, գոռոզում նշանակում է կանգնած բարձրավանդակներ են, դրանք բարձրացված են Աստծուն ճանաչելու դեմ, դրանք թույլ չեն տալի, որ դուք Աստծուն ճանաչեք, այդ դրանք պիտի քանդվի։ Օրինակի համար ավելի խորը ձեզ ասեմ, մտքեր, որ ասենք դուք ֆիլմ եք նայում, դուք չեք կարող պատկերացնել ինչպես է սատանան ռեժիսորի միջոցով կամ սցենարիստի միջոցով, ով գրել է այդ ֆիլմը, ով նպատակ ունի որոշ արժեքներ ձեզ փոխանցի, ինչպես է սատանան փոխարինում կամ սնում ձեր այդ բերդերը։ Եվ այդ մտքերը միշտ մեզ գերի են պահում, որպես բերդ, թույլ չտալով, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտապես Աստծուն։ Ուրեմն մեր պատերազմի առաջի փուլը կարդում ենք, որտեղ թեև մարմնավոր ենք վարվում, բայց մարմնավորից չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծո զորավոր բերդեր քանդելու խորհուրդներ ենք քանդում։ Բերդեր քանդելու եւ այս անմիջապես ցույց է տալի, թե այդ բերդերը ինչ են, անք խորհուրդներ, ինչ է նշանակում խորհուրդներ։ Խորհուրդ բառը, որ կարդում եք բնագրի մեջ, այն լոգիզմոս բառն է, որը նշանակում է ուշադիր լսեք, խնդրում եմ, այդ ինչ է, որ քանդում եք։ Դրանք рассуждение, размышление, соображение, решение, мысли, այսինքն եթե բառացի հայերեն ասենք, մտածելակերպ, այսինքն այն բերդը արդեն մեր մեջ։ Հասկացողություններ, եզրահանգումներ, որոշումներ, նպատակներ եւ մտքեր, դրանք բերդեր են, որ մեր կյանքում կան։ Առաջնային պետք է սա քանդվի։ Աստծո խոսքը պիտի նորոգի։ Դրա համար շատ ուշադիր պիտի լինեք, ինչ ենք մենք դնում մեր առաջ, ինչ ենք մենք կարդում, ինչ ենք դիտում եւ շատ կարեւոր հասկանանք, որ այս ամենի արդյունքում որոշ արժեքներ փոխանցվում են մեր կյանք, որոշ մտածելակերպ, որը կարա սնի կամ ավելի այդ պատը հաստացնի, թույլ չի տալի, որ մենք Աստված ճանաչություն ունենանք։ Սա ամենակարևորն է, ինչպես արդեն ասացի, ինչպես սատանան մտավ Եդեմի պարտեզ եւ առաջի բանը որ արեց, սխալ Աստծո ներկայացրեց։ Աստված էգոիստ է, չի ուզում որ դուք այս ծառից ուտեք, չնայած որ Աստված ասել էր չուտեք, որ չմեռնեք, այսինքն Աստված մեր մասին էր մտածել, որ ասել էր չուտեք։ Այսինքն այդ պետք է ծառայի որոշ նպատակի համար, աստվածային նպատակների համար, բայց մեզ ասես չուտեք։ Եթե Աստված ուզենար, որ մենք վնասվենք, կասեր ինչ ուզում եք արեք։ Տեսեք, այստեղ է խնդիրը, որ սատանան մեզ ներկայացնում է այլ Աստծո։ Ուրեմն, առաջի կարևոր փուլը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին խոսում առաքյալը, դա բերդեր քանդելն է, դրանք այն մտքերն են, որոնց մեջ մենք համոզված ենք, որ դրանք լավ մտքեր են, որովհետեւ մի կապ չունեն մեր կյանքում մեղքի հետ, դրանք այնց այդ մտքերը դրանք բերդերը համարում առաքյալը։ Նորից եմ խնդրում, որ դուք ուշադիր լինեք, այս մտքեր են, որոնք առաքյալը կոչում է բերդեր, Աստված պաշտության դեմ կամ Աստված ճանաչության դեմ։ Սրանք մտքեր չեն ուղղակի չար, պիղծ, սրանք մտքեր են, որոնց հանդեպ դուք նորմալ եք վերաբերվում, որոնց հանդեպ դուք վատ տրամադրված չեք, բայց այդ մտքերը բերդեր է կոչում առաքյալը, որոնք ինչ են անում։ Տեսեք, որոնք Աստված պաշտության կամ Աստված ճանաչության դեմ են, հենց դա։ Եվ ամեն բարդություն, որ գոռոզանում է Աստծո ճանաչելու դեմ կամ գիտության դեմ, բազնանիե Բոգը։ Այսինքն դրանք բերդեր են կանգնացված, որոնք թույլ չեն տալիս։ Պետք է սա դուք հասկանաք։ Եթե սա չհասկանանք, որ այդ մտքերը վնասակար են, դրանց մեջ թույն կա,
Մենք այն անդադար կօգտագործենք։ Ուրեմն առաջնայինը այն մտածումը, մեր մտածելակերպը, մեր հասկացողությունը, եզրահանգումները, որոշումները, հաշվարկները, նպատակները, մտքերը, դրանք մեր կյանքում կա, մեր կյանքում անդադար մեր հասկացողության մեջ սրանք պատտվում են։ Իմիջիալոց սնոտիապաշտության մեզ մղող այդ մտքերն են։ Մեզ տալիս են Աստված ճանաչության սխալ վախ, Աստծուց սխալ սպասումներ։ Այսինքն մեզ ներկայացնում են այլ Աստծո, բայց մենք համոզված ենք, որ դրանք աստվածային մտքեր են։ Շատերն էլ ասում են, այ Աստված ինձ ասեց, այս միտքը եկավ իմ մեջ։ Պիտի ուշադիր լինեք, սերես, այդ միտքը որտեղից եկավ ձեր մեջ։ Որքանով այդ միտքը Աստծուց, որքանով այն համահունչ։ Եթե այդ միտքը Աստծուց է, այդ միտքը Աստվածաշնչում դա դուք ցույց տաք։ Եթե այդ միտքը, որտեղ Աստված մեզ հետ խոսում է այն խոսքով, որ Սուրբ Հոգին տվեց, Աստվածաշունչը բավարար է մեզ Աստված ճանաչության տանելու եւ մեր կյանքում աստվածահաճությունն արտահայտելու, բավարար է։ Ուրեմն սա տեսեք, սրանք այս մտքերն են։ Եվ սրանք Աստված ճանաչության դեմ բարձրացված բերդեր են, ամուր բերդեր, որոնք պետքա քանդվեն, առաջնային պետքա քանդվեն։ Սրանց դեմ պայքարը այն է, որ մենք պետքա սրանք քանդենք։ Ուրեմն առաջնային փուլը մենք պետքա զանազանենք այդ մտքերը, նորից ես ասացի, ուշադիր եղեք, որ մտքերն են շոյում ձեր անձը, որ մտքերն են ձեզ բերում արդարացնելու, որ մտքերն են ձեզ տանում, որպեսզի խղճահարություն ապրեք ձեր անձի նկատմամբ, որ մտքերն են ձեզ տանում այն, որ մարդիկ ձեզ չեն հասկանում։ Այդ մտքերը սատանայի կողմից դրված մտքեր են։ Միգուցե մեր անձնականն են, բայց դրանք սատանան օգտագործում է որպես լծակ։ Հիշում եք Կորինթացիների 4-րդ գլխում, 2-րդ Առաքյալն ասում է, որ սատանան կուրացրել է մարդկանց մտքերը, որ ավետարանի փառավոր լույսը չծագի։ Սատանայի առաջնային գործը մեր մտքերի հետ գործ անելն է։ Մեր մտքերի հետ գործ անելն է։ Կրակոտ նետերը, չարի կրակոտ նետերը, դրանք այն մտքերն են, որ ինքը ուղարկում է մեր կյանք, մեր հասկացողության մեջ, որով էլ մեզ մղում է որոշ գործողության։ Մարդկանց հետ որոշակի վարք է ինքը այդ մտքերով մեզ առաջնորդում, ինչպես այս մարդկանց հետ վարվենք, ինչպես անենք։ Այս բանը ես տեսա, ուրեմն ինչպես վարվեմ։ Դու արդեն չես վարվում Աստվածաշնչով։ Դու վարվում ես ինչպես այդ միտքը ուղարկում, այդ կրակոտներն ուղարկում է քեզ սատանան։ Եվ դու այդ մտքի մեջ դու համոզում ես, որ դա ճիշտ եզրակացություն էր, ճիշտ եզրահանգում էր, ճիշտ որոշում կայացրեցիր, բայց իրականում դրանք Աստծո խոսքի հետ կապ չունեն, քո կայացած որոշումները։ Այստեղ է, որ մենք ընկնում ենք մեղքի մեջ։ Օրինակ, ֆիլմ եք նայում, դե հիմա ֆիլմը մեջտեղ մի փոքրիկ դրվագ կար, որտեղ ինտիմ հարաբերության մասը։ Դե հիմա ես էլ մարդ եմ, բայց չնայեմ։ Ոչ, մի նայի։ Ինչի, որովհետև քո մարդկային մարմնավոր սկզբունքները հակված են դրան եւ անպայման քո մեջ սատանան մտքեր արտնասնելու։ Մտքեր քեզ տանելու է սրտիդ մեջ շնության, ավելի խորացնելու է այդ մտքերը։ Տեսեք, սրանք եւ հետագայում այն վնասելու է քեզ, անդադար վնասելու է նաեւ քո եւ կնոջ հետ հարաբերության մեջ։ Շատերը նայում են բաներ, որ հետո փորձում են դա կիրառեն ամուսնության մեջ։ Սրանք բոլորը սատանայի կողմից հնարքներն են, այդ մտքերն են, որոնք մենք ասում ենք, դե դրանք այդքան վնասակար չեն, նորմալ, բնական բան է։ Ոչ սիրներ, զգուշերեք։ Առաջնային առաքյալն ասում է, պիտի քանդեք դրանք։ Որովհետև մեկ բանակ, որ պիտի մտներ քաղաքը գրավեր, առաջնային գիտեր, որ պիտի բերդերը քանդվի։ Առանց բերդերը քանդելու ինքը գիտեր, որ կպարտվի։ Բերդեր պիտի քանդվեն։ Առաջնայինը սա է։ Ուրեմն այն պարիսպները, աշտարակները, հաստ պատերը կան պիտի քանդվեն։ Հարցակումից առաջ սա առաջնայինը։ Ուրեմն որպեսզի վերջացնենք այս առաջի փուլը, հասկանալի դառնա, տեսեք, սրանք Քրիստոսից մեր կյանք եկած մտքերը եւ խորհուրդները չեն, այլ մեր մարդկային կամ դիվական։ Սա իմաստություն չի աստվածային, այլ շնչավոր եւ դիվական։ Այս իմաստությունն է կամ այս սկզբունքներն են։ Դրանք մեր կյանքում համոզմունքներն են, մեր կյանքի հանդեպ դրանք մեր սկզբունքներն են կյանքում, արժեքային համակարգը, ինչն է կարևոր, ինչը կարևոր չի։ Սրանք այս մտքերն են, որից մենք համոզված ենք, սկզբունքներն են, արժեքներն են, դրանք եզրահանգումներն են, մեծ եւ փոքր, դրանք մեր հաշվարկներն են, դրանք մեր կյանքում մեջբերումներն են, մեր կյանքի փորձառությունից մեջբերումներ, ես այն ժամանակ սենց արեցի, լավ եղավ, հիմա նորից այսպես վարվեմ։ Չէ, դա ասո խոսքը չի, դա քո կյանքի փորձառությունն է, որ մեջբերում ես անում,
այդ պարագայում ինչպես վարվես զգուշեղի։ Այսինքն սրանք բոլորը Քրիստոսինը չեն, սրանք լողում են մեր հասկացողության մեջ եւ պետքա սա քանդվի, կործանվի։ Եթե ոչ, նրանք մեզ կբերեն կործանման։ Նրանք մեզ կբերեն եւ շատ մեծ հոգեվոր մարդիկ անկում են ապրել այս սկզբունքով, որ չեն քանդել այս բերդերը։ Դրա համար սա նույնպես process ասեն, սա անդադար այս քանդելու process-ը, այնպես չի որ մենք մի տարի քանդում ենք, հետո մյուս տարի արդեն մտնում եւ գրավում ենք, չէ, սա մեղքի պայքար հասկացողությունը, ես հակ շեշտեմ սա, որպեսզի մենք հասկանանք, մեղքի պայքար հասկացողությունը դա մի ընթացք է, process է, որը վերստին ծնունդից հետո մինչև Քրիստոսին միանալը կատարում է, այսինքն անդադար մեր կյանքում մենք դեռ հետո կամաց տեսնելու ենք ինչ մտքեր կար մեր մեջ, որ մեզ առաջնորդում են եւ մենք տեղի չենք տալի, բայց դրանք մեզ խանգարում են։ Դուք միանգամից դա չեք տեսնի։ Անդադար, երբ որ ձեր միտքը կսկսի նորոգվել Աստծո խոսքով, երբ որ ձեր միտքը գա այն մտածելակերպը, որ էր Քրիստոսումը, կամաց կտեսնեք, դա հոգեվոր հասունության գրավականն է։ Հոգեվոր հասունություն նշանակում է Քրիստոսի նման մտածել։ Այդ ժամանակ դուք կտեսնեք, որ ինչ մտքեր կար ձեր մեջ, որ դուք այսքան տարի շոյում եք այդ միտքը, բայց ի վերջո հասկացաք, որ դա Աստծո կողմից չի, այլ դա սատանայի կողմից դրված լծակն է, որը ինքը միշտ օգտագործում է։ Ուրեմն առաջնայինը սա էր։ Երկրորդ Պողոսն ասում է, որ երենք բռնում ամեն մի միտք, որ Քրիստոսի հանդեպ բացրացած է։ Երենք բռնում մի միտք։ Առաջինը պետք է այդ բերդերը քանդվեր։ Այդ բերդերը ինչն են, մենք արդեն խոսեցինք։ Երկրորդը պետք է գերի բռնենք այդ մտքերը եւ ամեն մի միտք պետք է գերի դարձնենք Քրիստոսին։ Այսինքն ամեն մի միտք պետք է տեսնենք որքանով է այն Քրիստոսի ասացի հետ համահունչ եւ այդ միտքը որովհետեւ մեկ երևույթի նկատմամբ Քրիստոսին գերի բռնենք, այսինքն Քրիստոսի ասածով պիտի արվի։ Երեխաների հետ վարվելու մեջ մի վարվեք ձեր սկզբունքներով, վարվեք Քրիստոսի ասածով։ Օրինակ, երեխաներին դաստիարակելու համար, երեխաների համար, որ դուք աղոթում եք, ինչ եք աղոթում։ Առաջնային աղոթում եք, որ նրանք բարգավաճ են, որ նրանց բիզնեսը լավ լինի, որ նրանք առողջ լինեն, ճիշտ է, որ նրանք չհիվանդանան, որ նրանք փորձությունից հեռու մնան։ Հիմա, այսինքն դուք աղոթում եք, որ ձեր երեխաները իրենց ֆիզիկական կյանքի ընթացքում անփորձանք լինեն, իսկ դուք աղոթում եք, որ ձեր երեխաները հավիտենականություն ժառանգեն, նրանց հոգիները փրկվի, Աստծո արքայության համար օգտագործվեն։ Այսինքն, տեսեք, կա մեկ այլ ծայրահեղություն, կարաք միայն նա աղոթեք, սա չաղոթեք, այսինքն մենք պետքա, այսինքն մի վարվեք, պետք չի վարվենք մեր հասկացողությունով, մենք պետքա վարվենք ինչպես Աստվածաշունչը ասում վարվենք երեխաների հետ։ Այսինքն, հասարակ մի պարագա բերեցի ես, հիմա ինչպես վարվես քո կնոջ հետ, ինչպես վարվես քո ֆինանսների հետ, աշխատանքում անհավատ քո գոլեգաների հետ, ինչպես վարվես, որպեսզի Աստված փառավորվի։ Այսինքն, այս ամենի մեջ պետքա ամեն մի միտք, ամեն մի որոշում, որով մենք որոշում ենք, որ վարվենք, պետքա գերի դառնա Քրիստոսի։ Ուրեմն հին ժամանակի զինվորները գիտեին, որ առաջնային պետքա բերդերը քանդեն, երկրորդ երբ որ մտնում էին արդեն քաղաք, առաջի բանը որ պիտի անեին, իրենք պետքա գերի վերցնեին այդ զորքը, ղեկավարներին, զորքին եւ նաեւ այն ժողովրդին, որ ապստամբություն էր իրենց հանդեպ։ Եվ պետքա դնեին իրենց ղեկավարություն, իրենց իշխանություն, որպեսզի հսկեին, որպեսզի մի թաքնված տեղից ինչ որ մի զինվոր նորից դուրս չգար եւ իրենց վնասեր։ Այսինքն առաջնային պետքա բոլորը գերի բռնեին։ Եթե դուք գերի չբռնեք, որքանով էլ քանդել եք, մտել եք, այդտեղ դեռ կան ապստամբ մտքեր, որոնք կարան նորից ձեզ կործանել։ Եվ այսպես է շատ հաճախ, երբ որ անձը որոշակի ճշմարտություն իմանալուց հետո փորձում է իր միտքը նորոգի եւ հանկարծ գտնում է, որ արդեն մի երկու ամիս է ինքը, այսինքն չի մտածում այդ մարմնավոր ցանկությունների, այդ կիրքի մասին չի մտածում եւ ինքը մտածում է, որ պայքարն ավարտվեց։ Այսինքն դադարում է հսկել այդ դաշտը եւ հենց այդ ժամանակ տեսնում եք, որ նորից ինքն ընկնում այդ նույն մեղքի մեջ եւ ավելի խորը կերպով։ Ինչի, որովհետեւ չի հսկում, որովհետեւ պետքա գերի վերցնել, ոչ միայն բերդերը քանդել, այդ մտքերը քանդել, այլ նաեւ ամեն մի միտք պետքա Քրիստոսին գերի բռնել։ Եթե գերի չբռնեք, այդ միտքը նորից ձեզ կսկսի վնասել, այդ միտքը նորից պատեր կկանգնեցնի այդ Աստված ճանաչության դեմ։ Այսինքն այն միշտ հսկման process-ի մեջ է լինում։ Մի խոսքով, ամենափոքր միտքը երբեք մի թողեք, որ այն ձեր հասկացողության մեջ թափառի։ Մի թողեք, այն գերի բռնեք Քրիստոսին։ Եթե արդեն Աստծո խոսքով տեսել եք, որ այն վնասակար միտք է,
մի արհամարեք նրան, ինքը փոքր կարա թվա ձեզ, դե ինչ եղավ որ, չէ, դա պետքա գերի բռնվի, եթե ոչ, ինքը այնպիսի զորությունով կգա ձեր վրա, որ դուք նույնիսկ չեք պատկերացնի, այսինքն այն ձեզ կգցի նորից նույն մեղքի մեջ։ Ուրեմն, տեսեք, այս պարագայում կարևոր է հասկանանք, առաջինը, մենք պետք է զանազանենք այդ մտքերը, քանդենք այդ բերդը, երկրորդ, մենք պետք է ամեն մի միտք գերի բռնենք Քրիստոսի։ Սա կարևոր սկզբունք է, երբեք չմտածեք, որ ձեր հասկացողության մեջ կան նեյտրալ մտքեր, չկա։ Եթե այսինքն նեյտրալ միտք նշանակում է մի միտք, որ Քրիստոսին գերի չի, բայց վնասակարել չի։ Չկա այդպիսի բան։ Եթե միտքը, հասկացողությունը Քրիստոսին գերի չի, եթե այն Քրիստոսի ասածով չի, միանշանակ իմացեք այն ձեզ վնասելու է։ Սա է օգտագործում սատանան։ Ամեն մի միտք պետք է գերի բռնվի։ Եվ երրորդ փուլը արդեն 6 համարում, երբ որ մենք կարդում ենք, եւ տեսեք, նորից ես կընթերցեմ երրորդ համարից, որտեվ թեև մարմնով ենք վարվում, բայց մարմնավորապես չենք զինվորություն անում, որտեվ մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծո զորավոր բերդեր քանդելու, խորհուրդներ են քանդում։ Եվ ամեն բարձրություն կամ աշտարակ կամ ամեն մի բերդ գոռոզանում է աստծո դեմ, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է աստծո դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին ազատելու։ Առաջին ասում է քանդում ենք բերդեր եւ ամեն մի բարձրություն, որ աստվածպաշտության դեմ է կառուցված։ Մյուսը եւ գերի ենք բռնում ամեն մի միտք Քրիստոսին ազատելու համար։ Առաջի փուլը քանդում ենք ամեն մի միտք, որը կանգնած է եւ թույլ չի տալի, որ մենք աստված ճանաչություն ունենանք Քրիստոսին ճանաչելու դեմը կառուցված։ Երկրորդ, մտնում ենք այդ քաղաք, քանդած քաղաքը եւ գերի ենք բռնում ամեն մի միտք, որը կարա մեզ բերի նորից ապստամբության ճշմարիտ Աստծո դեմ։ Ամեն մի միտք, որը մեզ կտանի դեպի մեր մարմնի ցանկություններ։ Գերի ենք բռնում ամեն մի միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ հետևից անմիջապես երրորդ փուլը, եւ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Եվ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ որ ձեր հնազանդությունը կատարել, երբ որ դուք արդեն կատարելապես կհնազանդվեք, մենք այդ ժամանակ, երբ որ բոլոր հավատացյալները եկեղեցում, այստեղ առաքյալը խոսում է այդ մասին, որովհետև կային սուտ վարդապետներ, որոնց եկեղեցին ընդունում էր նորմալ, կար վարդապետություն, սուտ, որ հավատացյալները ասում են, դե ինչա, մարդը Քրիստոսը ասում, կարևորը, ոչ, չի հավատում Քրիստոսի աստվածության, չի հավատում Քրիստոսի հարության, եւ այդտեղ կարևոր մտքեր կար, որը քեզ կարծես թե թվում է թե Քրիստոսի մասին է խոսում, բայց ինքը վնասում է։ Ինքն ասում է, եւ երբ որ այս գոռոզը, երբ որ այս ամենը եւ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ որ ձեր հնազանդությունը կատարել, երբ որ դուք կատարելապես կհնազանդվեք, երբ որ այս process-ը ձեր կյանքում, այսինքն միտքը ձեր կնորոգվի Աստծո խոսքով, այն ժամանակ նրանք, որոնք ստություն կքարոզեն ձեր մեջ, դուք անմիջապես դրանց կտեսնեք։ Բայց քանի որ ձեր միտքը նորոգված չի, process-ը չի կատարվել, այդ ով ինչ ձեզ ասի, ասելու եք ամեն։ Ամեն մի ասածին ասելու եք ամեն։ Մի հատ հոգեբան մի հատ բան է խոսալու հերոստատույցով, ասելու եք, վայ, ինչ կարևոր բան ասեց, օգտագործեմ իմ կյանքում, առանց հասկանալու, որ դա վնասելու է ձեզ Քրիստոսի մեջ։ Այստեղ է, որովհետև տեսեք հոգեբանները, ինչպես կարելի ասել, հոգեբանները հոգու հետ կապ չունեն, ընդհանրապես։ Իրանք մարդկային փիլիսոփայություն է եւ փիլիսոփայության կերպեր, որը ոչ թե մարդուն բերում է մեղքից ազատվելու եւ խնդիրներից ազատվելու եւ ասում փառավորելու, այլ լղոզում է ամեն ինչ։ Ինչպես ասեմ ձեզ, ավելի པարզ կլինի, ի վերջո ավելի բարդացնելու է ձեր հանցանքի զգացումը, բթացնելու է ձեր խղճի, ձեր հանցանքի զգացումը։ Այսինքն դրանք հաբեր են տալի, որոնք բթացնում են սա, այսինքն սա ամենակարևորն հասկանանք։ Տեսեք, երբ որ մեր կյանք է գալի փորձության ընթացքում, դուք կտեսնեք ինչպես է սկսում սատանան կրակոտ նետերով հարվածել, ինչպիսի մտքեր է բերում ձեզ, ինչ անեք, գնաք ձեզ վնասեք, գնաք այդ բոլորին ապացուցելու համար այս սա անեք, գնաք այս անձին վնասեք, այսինքն սրանք այդ մտքերն են, որոնք դուք ձեր մեջ ունեիք եւ դրանք չեք զգացել վնասակար, այլ փորձության ժամանակ սրանք արդեն սկսում են ձեր վրա ճնշում գործել։ Հիմա այս պարագայում, երրորդ պարագայում, առաքյալն ասում է, եւ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, վրեժ առնել նշանակում է հսկել
եւ այն ամբողջությամբ պահել հսկողության տակ, երբ որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Այսինքն երբ որ դուք կհնազանդվեք, այս process-ը կկատարվի, բերդերը կքանդեք եւ գերի կբռնեք ամեն մի միտք, առաքյալն ասում է հիմա պետքա հսկեք, որովհետեւ եթե դուք չհսկեք, այսինքն հսկման մեջ չպայք արթուն մնալ հասկացողությունը, եթե դուք արթուն չմնաք, նորից ինչ որ մեկը մի տեղից դուրս կգա, մի զինվորի թակ տված տեղից դուրս կգա եւ կսկսի նորից ձևն ասել։ Այսինքն անդադար այս process-ի մեջ պետք է հսկումը լինի։ Այսինքն սա մեր մտքի հասկացողության դաշտում մեղքի դեմ պայքարն ասելներս։ Պիտի զանազանենք մտքերը, այդ մտքերը քանդենք, որոնք թույլ չեն տալի, որ մենք Աստծուն ճանաչենք Աստծո խոսքով, երկրորդ այդ մտքերը պիտի հնազանդեցնենք, գերի բռնենք Քրիստոսին, երրորդ անդադար պիտի հսկման մեջ լինենք։ Ինչ միտք եկավ, որովհետև տեսեք, Առակաց Գրիգն ասում է, այն մարդը, որ իր սիրտը չի պահում, նման է պարիսպները քանդված քաղաքի։ Ինչ է նշանակում սիրտ, ինչ է նշանակում հսկել։ Ուշադիր եղեք ինչ եք դուք նայում, ուշադիր եղեք ինչ եք դուք լսում, որովհետև ձեր տեսածը, ձեր լսածը այն մեծ ազդեցություն ունի ձեր սրտի հետ, այն ձեր սրտի վրա ներգործում է, ազդում է, ինչ լսեցիք, ինչ արժեքային համակարգից լսեցիք, ինչ տեսաք, ինչ մտքեր ունեք, ինչ եք կարդում, այդ բոլորը մղելու է ձեզ որոշակի գործողության։ Ուրեմն այդ քաղաքը պետք է նորից ձևավորվի նոր ղեկավարությամբ եւ հսկողությամբ։ Եթե ոչ, դուք կիսատ գործը կանեք։ Եվ հետաքրքիր է, որ սա ընդհանուր process-ն է մեր կյանքի։ Սա այնպես չի, որ վերջացավ մեղքի դեմ։ Այ շատերը, որոնք ընկնում են, հենց այն մտածում, որ ես մեղքը հաղթահարեցի, ոնց որ իմ կյանքից արդեն այս մեղքը վերացավ։ Ոչ։ Եթե հսկողությունը արթուն մնալ այդ մեղքի հանդեպ թույլատնեք, այն նորից ոտի կկանգնի։ Այսինքն սա ընդհանուր, քանի որ մենք այս մարմնի մեջ ենք, այս մեղավոր բնության, այս ապականված մարմնի մեջ ենք, այս ամենին հակված է մեր մարմինը։ Դրա համար պետք է այս process-ը ընդհանուր, այս պայքարը մեղքի դեմ մեր սրտի ոլորտում, մեր մտածելակերպի ոլորտում անդադար հսկողության տակ մնա։ Ես այդ հատվածը կարդամ Առակաց գրքից, առավել այն նշանակում է այն անձը, ով չի տիրապետում իր հոգևոր վիճակը, ռուսերենում ասում է что город разрушенный бесцен, то человек, не владеющий духом своим, հայերենում քանդված անպարիսպ քաղաք է այն, տեսեք, քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր ոգին։ Այստեղ պետք է ճիշտ հասկանաք, բնագրի մեջ այն առավել նշանակում է, որ ուշադրություն չի անում կամ որ հսկողություն չունի իր հասկացողության հետ, իր հոգուն, այստեղ իր անձի նկատմամբ հսկողություն չունի, այդ մարդը քանդված անպարիսպ քաղաք է։ Իսկ ինչ ասես այնտեղ կարա մտնի եւ մղի այդ մարդուն գործողության, ինչ միտք ասես այնտեղ կարա մտնի, հսկելա պետք, որպեսզի ամեն բան չմտնի ձեր ներսը, ամեն ինչից առավել զգուշություն արեք ձեր սրտին, որտեղ նրանից է կյանքի աղբյուրները։ Այսինքն եթե արդեն իսկ քանդեցիք այդ մտքերը, որոնք կային ձեր կյանքում, որտեղ վերստին ծնունդից հետո դուք ունեք շատ մտքեր, որոնք ձեզ վնասելու են, այսինքն ձեր միտքը նորոգված չի, քանդելուց հետո սկսում է ձեր միտքը նորոգվել, ամեն մի միտք արդեն գերի եք բռնում Քրիստոսին, ամեն մի միտք հնազանդեցնում եք Քրիստոսին, ինչպես վարվեք այս պարագայում, անպարագայում, այս ոլորտում ձեր կյանքի, ամենը պիտի Քրիստոսին գերի լինի, չկա նեյտրալ միտք, որ Քրիստոսի հետ կապ չունի, բայց լավ կլինի, ոչ, այն պիտի գերի բռնվի։ Եվ երրորդ պիտի հսկողության տակ պահվի միշտ, այսինքն նոր պատեր եք կառուցում, որը քանդել էիք, այսինքն աստվածաշնչյան պատերն եք կառուցում ձեր կյանքի եւ հսկում եք, որպեսզի որևէ մեկը չքանդի այդ պատը։ Այս պայքարը հին աշխարհի պայքարի միջոցով առաքյալը ներկայացնում է մեր հոգևոր պայքարը մեղքի դեմ, որը կատարվում է մեր հասկացողության ոլորտում։ Սա, այսինքն նորից սա ամենակարևորն է, որ մենք հասկանանք, որ այս ընթացքը այն մինչև Քրիստոսին միանալն է։ Չկա մի շրջան, որ դուք ասեք վերջ, արդեն էլ պետք չի ես հսկեմ, էլ պետք է արդեն էլ պետք չի ես արթուն մնամ այս պարագայում, արդեն այս հարցը լուծել եմ, չեք լուծի այդ հարցը։ Այնպիսի տեղից դուրս կգա միտքը ձեր մտածելակերպ, այնպիսի դարակներից դուրս կգա ձեր հասկացողության համակարգիչի, որ դուք չեք պատկերացնի։ Ասեք դրա համար անդադար պետք է հսկողության տակ պահել նաև սա։ Ասեք, մեր միտքը պետք է անդադար նորոգման process-ի մեջ լինի։ Հիշում եք ինչ է ասում Դավիթը, քո խոսքը պահեցի իմ սրտում, որ չմեղանչեմ։
քո խոսքը պահեցի իմ սրտում, որ չմեղանչեմ։ Քո խոսքը պահեցի իմ հասկացողության մեջ, որ չմեղանչեմ, որտեվ եթե քո խոսքը չլինի իմ հասկացողության մեջ, այլ իմ սկզբունքները, ես կմեղանչեմ։ Քո խոսքը որտեղից Աստվածաշնչյան ընթերցանությունը, Աստվածաշնչյան ուսումնասիրությունը, Աստծո խոսքը անդադար պիտի ձեր կյանքում այն ձեր մտածելակերպը լինի, Աստծո խոսքը, որը կբերի ձեր կյանք խաղաղություն, որը ձեզ կտա ճիշտ հայացք ամենքի հետ ճիշտ վարվելու կերպ, ձեր տեսեք մի կարևոր սկզբունքի մասին, հետագայում երբ որ կանրադառնանք մեղքի պայքարին, երբ որ դուք մարդկանց մոտ եք կամ երբ որ ձեր շուրջը մարդիկ են, դուք մեղքը չեք գործի, որովհետև դուք որոշակի առումով ամոթ ունեք մարդկանցից եւ լծակը մարդկային ձեր վրա ազդում է, բայց երբ որ դուք կմնաք մենակ, զգուշ եղեք, այդ ժամանակ իրականում արտահայտվում է ձեր անձը ով եք դուք, այդ ժամանակ այն արտահայտվում, երբ որ դուք մենակ եք, այդ ժամանակ ձեր մոտ այդ մտքերը կարթնանան, որոնք որ ձեր մեջ են ուղակի, բայց քանի որ մարդ կա, այդ մտքերը գործ չեն անում, այսինքն սատանան այդ մտքերը դեռ չի օգտագործում, որովհետև դուք դա չեք անի, այ որ դուք մենակ եք մնում, այդ ժամանակ կսկսի այդ մտքերը ձեր մոտ առաջ գալ եւ ձեզ կմղի որոշ գործողության, այ այստեղ որ Դավիթն ասում է, քո խոսքը պահեցի իմ սրտում, որ չմեղանչեմ, այսինքն ճիշտ Աստված ճանաչությունը ձեզ կբերի Աստծո հանդեպ ճիշտ Աստվածավախությունը ցույց կտա, որ միշտ դուք Աստծո առաջ եք, Աստված միշտ նայում է ձեզ, չկա մի վիճակ, որտեղ Աստված ձեզ չի նայում, եւ չկա մի վիճակ, որ դուք Աստծուց խնդրեք իմաստություն եւ Աստված ձեզ առատորեն այն չտա, չկա, ուղղակի ձեր անհավատությունը կարա մղի, որ դե մեկը չեմ կարալու, մեկը չեմ հաղթահարելու, սա ձեզ խափող սատանայի խոսքերն են եւ ձեր անձի մեջ եղած այդ միտքն է հիասթափության, զգուշ եղեք սրան։ Սա ընդհանուր այդ պայքարն էր, որի մասին եմ խոսեմ, բայց նորից եմ ասում, երբ որ դուք կանգնեցնում եք պատերը վերջի փուլը եւ նոր ղեկավարություն եք դնում այդ քաղաքում, այսինքն հսկում եք այդ մտքերը, ուշադիր եղեք։ Հսկել ինչ է նշանակում։ Ինչ երաժշտություն եք դուք լսում։ Ինչ երգեր եք լսում, այդ երաժշտությունը եւ այդ բառերը երաժշտության, ինչն են շարժում ձեր կյանքում։ Ուր են ձեզ մղում այդ երաժշտությունը կամ այդ երգերը ձեզ ավելի մոտեցնում են Քրիստոսի Աստծո արքայության մասին մտածելու, Աստծո արքայությունով մխիթարվելու եւ ուրախանալու, ձեր հույսն են ավելացնում դեպի Քրիստոսի գալը, թե այն փոքրացնում են, թե ձեր ուշադրությունն ուղղում են այս կյանքի արժեքների վրա, այս կյանքը վայելելու վրա, ինչ երաժշտություն եւ ինչ երգ եք լսում։ Սա շատ կարեւոր է։ Ինչ էմոցիոներ առաջանում այդ երաժշտությունից կամ այդ երգից, ինչն է ձեր կյանքում սկսում, ինչ ձեր միտքը դեպի որ կողմ է գնում, սա հսկողությունն է։ Ինչ երաժշտություն եք լսում, ինչ գիրք եք կարդում, ինչ ֆիլմեր եք դուք նայում, այսինքն տեսեք, սրանք բոլորը հսկողության դաշտն է եւ հետաքրքիր է, որ նորից պետք է անցնենք, որ մենք ինչ հետաքրքրություններ ունենք, այդ հետաքրքրությունները Քրիստոսին գերի բռնված են, թե նեյտրալ վիճակի մեջ են։ Խնդիրը կարա բերի ծայրահեղության, երբ որ անձը ուղակի ասի ես համակարգիչս անջատում եմ, չեմ օգտագործում, չէ։ Համակարգիչը կարա օգտագործվի սատանայի կողմից, կարա օգտագործվի ձեր անձի կողմից, կարա օգտագործվի Քրիստոսի կողմից։ Օգտագործեք համակարգիչը Աստծո խոսքը ուսումնասիրելու համար։ Ամեն բան մենք կարանք օգտագործենք Աստծուն գերի բռնած լինելով։ Ձեր հեռախոսը կարա, բայց եթե տեսնում եք, որ դուք չունեք այդ կարողությունը, Քրիստոսի խոսքը պիտի աշխատի այստեղ։ Որն է այս խոսքը։ Եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանի այն, կտրի եւ գցի քեզանից։ Եթե տեսնում ես, որ չես կարողանում այն օգտագործես, կտրի եւ գցի քեզանից։ Այսինքն այստեղ պետք է այսինքն վարվենք արդեն ամբողջությամբ, զգուշությամբ, որովհետեւ դա այդ առարկան կամ այդ երևույթը մեր կյանքում կարող վնասի, եթե տեսնում ես, որ չունես կարողություն դրա դեմ։ Դրա համար կտրի եւ քեզանից գցի։ Սա ուղղակի ցույց է տալի, որքան ուշադիր կամ որքան զգուշ պետք է լինենք մեղքի հանդեպ, ինչպես Առաքյալն էր ասում, տակավին արյուն թափելու չափ մեղքի դեմ չպայքարեցիք, ուրեմն քո պարագայում այս մեղքի նկատմամբ արյուն թափելու չափ պարագայ է պետք կամ մեղքի դեմ պայքար է պետք։ Կտրի եւ գցի դա, եթե այն քեզ խանգարում է, մի նայի դա։ Օրինակ ես անկեղծ ասած, ես իմ Facebook-ը փակել եմ։ Փակեցի Facebook-ը, որովհետեւ տեսեք, որքանով էլ որ ես փորձեցի այն մաքրեմ, որպեսզի այլ գովազդներ չկա, միևնույն է տեսնում եմ, որ գալիս եւ ամեն մի գովազդ
այն միտքը, ուղղակի մի միտքը, մի փոքրիկ կայծիկ, բայց այն կարա տանի քեզ մղման։ Դրա համար ես Facebook-ը փակեցի, օգտագործեք այն ամենը, երբ որ հետագայում, երբ որ կմաքրվի կամ երբ որ դուք կտեսնեք, որ այն կարելի է օգտագործել այլ կերպ, որպեսզի չվնասվեք, օգտագործեք, բայց եթե տեսնում եք, որ այն շարունակում է ձեզ հարվածել, փակեք։ Սա նորից եմ ասում, ծայրահեղության մեջ չընկնելու համար, օրինակ ամեն մեկը ձեր հոգևոր հասակի մեջ դուք ինքներդ պետք է տեսնեք որտեղ կամ ինչպես ինչը կարելի է կտրել գցել եւ ինչը կարելի է ոչ թե կտրել գցել, այլ ուղղակի փոխել նրա օգտագործման կերպը Աստծո փառքի համար։ Սա ամբողջությունն է, որ ուզեցամ մենք տենակ, այսինքն միշտ ուշադիր եղեք ձեր մտքերին, թե ինչ եք դնում ձեր աչքի առաջ եւ ինչպես եք դուք ձեր առօրյան անցկացնում, ինչ կերակուրի հետ է կապված, այսինքն Աստծո խոսքը ձեր կյանքում կերակուրը անդադար։ Նորից ամենակարևորը եւ վերջացնենք սրանով, ուրեմն հիշեք, քանդել, մտնել քաղաք եւ գերի բռնել եւ հսկողություն սահմանել, նորից կանգնեցնել պատեր եւ հսկողություն սահմանել եւ արթուն մնալ անդադար, որպիսի որևէ մեկը չմտնի եւ ձեզ չգրավի։ Սա այս ընդհանուր process-ն է, որ առաքյալը շեշտում է։ Եվ դրա համար ինքնասմա Աստծո խոսքը վերցրեք որպես սուր, որպեսզի կարողանաք եւ նաեւ վահանը հակեք հավատքի, որպեսզի կարողանաք այդ նետերը հանգցնել, կարակոտ նետերը։ Այսինքն սրանք բոլորը մեր մտքի դաշտի հետ կապված են։ Դրա համար ամեն ինչից առավել ձեր սիրտը զգուշություն արեք, որովհետեւ նրանից է կյանքի աղբյուրները։ Այսինքն որքանով մենք մեր սիրտը պահենք, այնքանով էլ մենք ավելի հեռու կմնանք մեղքից եւ կփառավորվի Աստված մեր կյանքում։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, սա ուղղակի մեղքի դեմ պայքարի մեջ փորձեցի առաքյալի անալոգով ներկայացնեմ, ինչ պայքար է գնում մեր մտքի աշխարհի կամ մեր մտքի ոլորտում։ Եվ սա շատ կարևոր է, սա առաջնային պայքարն է մեղքի դեմ պայքարի ընթացքի մեջ։ Այն վերաբերում է մինչև մեր կյանքի վերջ, մինչև մեր Քրիստոսին միանալը։ Տերը ձեզ օրհնի փառքի համար եւ իմաստություն տա այդ հարցում։ Ամեն։